Բարի լույս սիրելիներս, Տեր հայր, ինչո Աստված Ենովքին տարավ իր մոտ։ սիրելիներս, Աստված Ենովքին տարավ իր մոտ, որպեսզի նա մեղքի մեջ չհայտնվի։ Ադամի մեղանչումից հետո հետագայում մարդիկ շատ մեղքեր գործեցին ու հեռացան Աստծուց։ Ենովքան եզակիներից երբ առաքինի կյանքով, սրբությամբ, Տիրոջ կամքին հնազանդ ապրելով շահեց երկնքի արքայությունը։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված այնքան սիրեց Ենովքին, որ նրան վերցրեց իր մոտ։ Սա նաև օրինակ է յուրաքանչյուր մարդու, ովքեր որ այս աշխարհի մեջ առաքինությամբ, սրբությամբ ապրեն, արքայության մեջ ապրելու հույսը կունենան։ Ադամը եթե չմեղանչեր, պիտի տեղափոխվեր արքայություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս աշխարհի մեջ, իբրև քրիստոնյաներ, կարողանան Քրիստոսին սիրելով ապրել այս աշխարհի մեջ, նրանք էլ անպայման երկնքի արքայություն պիտի արժանանան։ Ենովքը բնական օրենքով, իսկ Եղիան Մովսեսական օրենքով արժանացան են սիրուն, որ Աստված նրանց իր մոտ տեղափոխեց իրենց կենդանության ժամանակ։ Բայց Քրիստոսի գալուստից առաջ նրանք երկուսով պիտի վերադառնան երկիր մարդկանց քարոզելու Քրիստոսի գալստյան մասին։ Սատանա պիտի նրանց սպանի, որպեսզի նրանք էլ հետո կարողանան ֆիզիկապես հարություն առնել։ Ուրեմն յուրաքանչյուր մարդ, ով այս աշխարհի մեջ ապրում է, եթե ինքը հասկանա, որ իր նպատակը մեն այս աշխարհի սահմանափակ կյանքի մեջ ապրելը չէ, այս աշխարհի հոգսերով մտահոգվելու, այս աշխարհի հոգսերով ապրելը չէ, այլ նաև հավիտենական կյանք ունենալու համար է, յուրաքանչյուր մարդ ինքը կկարողանա շահել երկնքի արքայությունը։ Վստահաբար իր հույսը այնքան մեծ պիտի լինի, որ ապրի երկնքի արքայության մեջ։ Դրա համար է Պողոս առաքյալն ասում, եթե մենք միայն այս կյանքի համար ենք մեր հույսը դրել Քրիստոսի վրա, մենք ամենախղճալի ողորմելի մարդիկ ենք։ Մենք Հիսուսին հավատում ենք, մեր հույսը Քրիստոսի վրա դրել ենք նրա համար, որպեսզի կարողանանք երկնքի արքայություն լինել եւ դրախտի մեջ վայելել Աստծո ներկայությունը։